Ազատության ստուդիայում այսօր հյուրընկալել ենք քաղաքագետ Արմեն Գրիգորյանին, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մենք լսեցինք տեսանյութը, կարծես թե ընդդիմադիր դաշտում ժառանգությունն է փորձ անում միավորելու խորհրդարանական ինչ-որ փոքր հատվածի, իրենք չնշեցին թե ում կոնկրետ արտախորհրդարանական ինչ-որ ուժերի, ձեր կարծիքով այ աշնանը ամեն ինչ գնում է դեպի քաղաքական աշուն, ինչ կարող ենք սպասել։ Կարծես թե այս ամառը տարբերություն նախորդ ամռան բավական հանգիստ ընթացավ քաղաքական առումով եւ աշունը ինչպիսին կլինի։ Ամառը ավելի շատ հանգիստ էր երևի հետընտրական process-ի պատճառով, ընդհանրապես ավտորիտար ռեժիմները իրենք այսպես ասած քաղաքագիտության մեջ կոչվում է cycle-ներ, հա, փուլեր, որոնց միջոցով ռեժիմը այսպես կոչված անցնում է ու այս դեպքում հետընտրական փուլում, եթե բուռն զարգացում չի լինի, որոշակի հանգիստ է պետք երևի ուժերի վերադասավորում, որպեսզի բոլորը գնահատեն ինչ հնարավորություններ ունեն։ Աշունը դեռ հստակ չի ինչպես կլինի, դեռ նոր են ուժերը հայտարարում, բայց կարծում եմ մինչև ապրիլ որոշակի ակտիվություն կլինի, որովհետև մի կողմից Սերժ Սարգսյանը ուզում է մնա վարչապետ, որովհետև բոլոր քայլերը ավելի շատ դրան են տանում, Սերժ Սարգսյանը ավելի շատ նախապատրաստում է վարչապետության ու Կարեն Կարապետյանն էլ կարծես թե եւս պատրաստում է, չնայած դրա համար շատ հիմքեր այսպես ասած չունի։ Ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը հավատում է, որ իր հայտարարած 3 միլիարդ դոլար ներդրումը կարևոր գործոն լինի Սերժ Սարգսյանը, որպեսզի որոշի իրեն թողի վարչապետ, բայց դա դժվար տարբերակ է, որովհետև Սերժ Սարգսյանը եթե 2.5 տարի, 3 տարի բանակցելով Եվրամիության հետ վերջում հայտնվել է ԵԱՏՄ-ում մեկ գիշերվա ընթացքում, հա, ինչպես ինքն է ասել, ապա կարծում եմ, որ եթե այդ մեծ կառույցին խաբել ու այլ գործողություն արել, այս դեպքում ավելի շատ հավանական է, որ նա իր տված խոստումներին իր պայմանավորվածությունները չպահի եւ ինքը դառնա հենց վարչապետ։ Այսինքն կարծում եք, որ առավել ակնհայտ այդ դիմադրությունը կամ հակադարձումը կլինի իշխանական ճամբարում, այլ ոչ թե իշխանության ընդդիմության մեջ։ Նայեք, կարծում եմ, որ այստեղ 3 սուբյեկտներ կառաջանան, մի սուբյեկտը կլինի այսպես ասած ընդդիմությունը, մյուս սուբյեկտը կլինի Կարեն Կարապետյանը, մյուսը Սերժ Սարգսյանը, եւ այս եռանկյունին հետաքրքիր քաղաքական process-ների հիմք կհանդիսանա, ու այստեղ կարծես թե բնական դաշնակիցներ են դառնում Կարեն Կարապետյանն ու ընդդիմությունը, որովհետև երկուսի մոտ էլ ցանկություն չկա, ավելի շատ ցանկության մակարդակում այնպես է, որ Սերժ Սարգսյանը չմնա վարչապետ, կարող ընդդիմությունը այլ պլաններ էլ ունենա, հա, իրենք վարչապետ ունենան, չնայած այս բան դրա հնարավորություն առանց ընտրությունների սահմանափակ է, բայց ամեն դեպքում կարելի ասել, որ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետություն մեծ հաշվով երևի միակ մարդը Սերժ Սարգսյանն է, որ նա ուզում է վարչապետ դառնա, եթե չհամարենք Արմեն Աշոտյան, Շարմազանը եւ այս շարքը, կարծում եմ, որ որպես քաղաքացի այդպիսի հիմք չկա, որպեսզի Սերժ Սարգսյան դառնա ու այստեղ շատ կարող է պայքարը ինչ-որ ձևով թեժանալ նաեւ այդ առումով, որովհետեւ ժողովուրդը ամեն դեպքում Սերժ Սարգսյանին եւս մի 30 տարի հանդուրժելու կարծում եմ պատրաստ չի։ Հիմա կարծես թե գնում է այդ միավորման փուլը, ժառանգությունն է նախաձեռնել։ Վերջերս շատ էր խոսվում ընդհանրապես ընդդիմություն է, ընդդիմություն չէ, ինչ է ընդհանրապես կատարվում ընդդիմադիր դաշտում։ Ինձ հետաքրքիր ձեր կարծիքով ընդդիմությունը ինչ տեսք կունենա աշնանը կամ մինչև 2018 թվականը, ով կլինի կոնկրետ ընդդիմադիր դաշտում եւ ինչի համար պայքար կտանի։ Մեր նման երկրներ ընդհանրապես ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում բնականաբար միշտ ընդդիմությունը թույլ է լինում, նաև տարբեր գործոններ հաշվի առնելով, դա ռեսուրսների պակասն է, դա կազմակերպված լինելու սահմանափակումներն է եւ մի շարք հանգամանքներ ազդում են, որպեսզի ընդդիմությունը թույլ լինի ու նաև Հայաստանում հաշվի առնելով ուժային կառույցների շատ, այսպես ասած, շատ բան ռեսուրսներ ունենալը, նայեք բանակից մինչև ոստիկանություն, վերջին տարիներին թե ինչպես օրինակ ոստիկանության բյուջեն ընդլայնում
2011-ին եղել է մոտ 16 միլիարդ դոլար, 2015-ին հասել է 65 միլիարդ դոլար, մոտ 100 միլիոն դոլարով ավելացել է, նույնիսկ ռազմական բյուջեն չէ այդքան ավելացել, բայց սրանք ամեն ինչը հիմք են հանդիսանում, որ այսպես ասած պետական իշխանություն ավելի ուժեղ լինի, քան ընդդիմությունը, այստեղ ընդդիմության վրա ավելի մեծ բեռ է դրվում, որպեսզի ընդդիմությունը ավելի կազմակերպված լինի ու ավելի արդյունավետ կարողանա աշխատել, բայց ռեալ հակակշիռ կարող է ստեղծել կամ ինչ-որ բան ներկայացնել իշխանության ընդդիմությունը կարող է ստեղծել, որովհետև ընդդիմության հիմնական ռեսուրսը բնակչությունն է ու մարդիկ են, որ մարդը որպես ամենակարևոր ռեսուրսն է ընդդիմության, որը կարծում եմ Հայաստանի Հանրապետության դեպքում իշխանությունը դա չունի, հա, մարդկային հանրային աջակցություն, հա, Սերժ Սարգսյանի կառավարման նաև առանձնահատկությունները նաև այն է կանում, որ որպես ավտորիտար ռեժիմ ինքը չի կարողացել ստեղծի սոցիալական հենքը, օրինակ Վլադիմիր Պուտինը, Էրդողանը կամ Ալիևը իրենք ունեն սոցիալական հենք, կա բնակչության մի շերտ, որը աջակցում է իրեն եւ առանց կուսակցական կամ պետական ապարատում աշխատելու, հա, այդպիսի հիմք ունեն, Հայաստանի դեպքում Սերժ Սարգսյանը չունի ու դա որոշակի ձևով, եթե արդյունավետ օգտագործի, ընդդիմությունը կարող է ավելի շահեկան իրավիճակում հայտնվել։ Բայց արդյոք այդքան, եթե հանենք օրինակ բյուջետային աշխատողների նրանք, ովքեր ինչ որ առումով կախված են նաև մերձ իշխանական օլիգարխներից, չէ՞ որ դա էլ կարելի է, այնտեղ ով է մնում մեծ թիվ է մնում, նայեք 2008 թվականի փողոց դուրս եկած 100,000-ավոր մարդիկ, դրանից հետո եռյակի շրջանակներում կազմակերպված ցույցերը օպերան, Հայաստանում եթե քաղաքական process է ընթանում, նույնիսկ 93 թվականին, երբ որ Հայաստանը պատերազմի մեջ էր, այդ ժամանակ կային մարդիկ, ովքեր դուրս էին գալիս փողոց։ Հայաստանում միշտ նաև առանձնահատկությունը դրա է եղել մեր կարելի ասել վերջին 25 տարվա, 25-26 տարվա պետականության կայացման առանձնահատկությունը այն է եղել, որ մենք միշտ ունեցել ենք փողոցային պայքարը կարող է ինչ-որ պահի ավելի, այսպես ասած, մարել է, ավելի պասիվ է եղել, բայց փողոցային պայքարը շարունակական է եղել Հայաստանում, 93 թվականին նույնիսկ նախագահի հրաժարական էին պահանջում, երբ որ Հայաստանը պատերազմի մեջ էր, նույնը կատարում էին 95-96 թվականին, այսինքն այդ առումով Հայաստանում բնակչության տեսանկյունից ես կարծում եմ խնդիր չկա, հանրությունը պատրաստ է դրան։ Այստեղ կանոնը խնդիրն նրանում, թե ընդդիմությունը ինչպես է կարողանում միավորվի ու կամ չմիավորվելով ստեղծի այնպիսի սուբյեկտ, այնպիսի, այսպես ասած, պայքարի մեքենա, որը կաշխատի։ Հնարավոր է արդյոք չմիավորվելով նման պայքարի մեքենա ստեղծել։ Նու, այս պայմաններում ավելի շատ միավորվելով է հնարավոր, որովհետև սուբյեկտների նախընտրություն չկա, դա ամենամեծ խնդիրներից մեկն է, չնայած ընտրությունն էլ այդպես մեծ արդյունքներ չեն գնացել, բայց ընտրությունները գոնե հնարավորություն է մոբիլիզացնելու մարդ։ Այս բան չկա, բայց փորձը նաև եթե նայեք 2013-ից հետընտրական process-ները, հա, այն ժամանակներել նույնիսկ 40,000 մարդ օպերայում ցույցերի մասնակցում, այսինքն եթե լինի քաղաքական սուբյեկտ, որը կամ սուբյեկտներ, որոնք միավորվելով աշխատեն, ապա հնարավոր է ու այստեղ ավելի շատ հնարավոր է միավորման պայմաններում, քան թե միայնակ։ Ժողովրդին ժամանակին անցած տարի փողոց դուրս բերեց այդ Սասնա ծռերի, այդպես ասենք, ճգնաժամը, երբ իրադարձությունները ամենաթեժ կետում էին ՀՊՑ գնդում, մարդիկ օրենացիում ոտքի էին կանգնել, պահանջում էին իրենց պահանջներն էին առաջ դնում եւ հիմա Սասնա ծռերի դատավարությունն է արդեն գնում, նաեւ կալանավորված է Ժիրայր Սեֆիրյանը, կալանավորված են մի շարք ընդդիմադիրներ, այսինքն այս պայմաններում, երբ որ կալանավորված քաղաքական գործիչներ կան, որքանով է ընդդիմությունը սրանից թուլանում։ Եվ արդյոք կարողանա այս կարճ ժամանակահատվածում ունենալով հենց կալանավորներ համախմբվել այնքան, որպեսզի լուրջ մարտահրավեր ներկայացնի։ Նայած այստեղ էլի կրկին կարելի ասել ընդդիմության վարքագծից եւ կազմակերպչական աշխատանքներից կախված, թե իրենք ինչպիսի աշխատանք կկատարեն, օրինակ Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան ձերբակալված էր, երբ որ ընդդիմությունը պայքարում էր, հետագայում նրան էլ ազատեցին, միացավ ընդդիմությանը ու նոր ընտրություններ Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպվեցին։ Իհարկե Հարավաֆրիկյան Հանրապետության հանգամանքները լրիվ այլ էին, բայց այստեղ կարևոր գործ ունենա, որ ընդդիմությանը փակած, ասենք, պահում էին, փակած էին պահում, հա, չէին թողում դուրս գալ։ Հիմա Հայաստանում էլ հնարավոր է ինչ որ պայքար սկսվի ու ինչ որ մի պահի իշխանություն նաև գնա այդ
զիջմանը, հա, մարդկանց ազատի, չնայած ըստ հայտարարությունների հենց այդպիսի պայմանավորվածություն էլ որոշակի եղել է, որ Սասնա ծռերի հանձնվելուց հետո որոշակի պայմանավորվածություններ են ունեցել։ Այստեղ կարելի ասել, որ հանգամանքը որը կա, որը այս պահին ակտիվ փուլում է դատավարություն ամեն ինչ, ինքը կարող է նաև կատալիզատոր հանդիսանա քաղաքական process-ների, բայց դա այդ ամեն ինչը կախված է լինելու կրկին ընդդիմությունից, այլ ոչ թե կարելի ասած իշխանությունից։ Աշնանը նաև խորհրդարանական ընդդիմադիր ելքը օրակարգ է պատրաստում բերել ԵԱՏՄ-ից հրաժարվելու այդ նախագիծը կամ գաղափարը, չգիտեմ իհարկե դեռ հայտնի չէ ինչպես են կոնկրետ դա իրենք ներկայացնելու։ Ամեն դեպքում քաղաքական օրակարգում ակտիվորեն այդ պահանջը դրվելու է, որպեսզի Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ դա ձեռնտու չէ։ Արդյոք սա հնարավոր է դառնա այն կետը, մեկնակետը, որը նաև կհամախմբի ինչ-որ առումով մարդկանց, հաշվի առնելով, որ Հայաստանը առանձնապես այդ օգուտները ԵԱՏՄ-ին չի տեսնում, վերջին այդ վարորդների հետ կապված, վարորդականի իրավունքի հետ կապված սկանդալն էլ կարծես թե լրացուցիչ ջուր լցրեց այդ ջրաղացին։ Նեք մի քիչ դժվար Հայաստանում մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ միջազգային ինչ-որ հարց դառնա, ավելի շատ արտաքին քաղաքական հարց դառնա ներքին պայքարի, այսպես ասած, կատալիզատոր, որովհետև այստեղ ֆունդամենտալ խնդիրը, երբ նայում եք Ուկրաինայի կամ վրացական օրինակներին, այնտեղ աշխատել է։ Հայաստանի դեպքում Ղարաբաղյան գործոնը հաշվի առնելով մի քիչ դժվար է դա պատկերացնել։ Իհարկե ԵԱՏՄ-ն հիմնականում բացական ազդեցություն ունեցել Հայաստանի վրա ու ամենաֆունդամենտալ արգումենտը, որը եղել է ԵԱՏՄ-ի միանալու սեպտեմբերի 3-ից սկսած մինչև այսօր հանրապետականները ասում են, որ անվտանգություն են ապահովում, բայց արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում, որը ընդհանրապես իրականություն չի համարվում։ Այս Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկրներից մեկը, չնայած Շարմազանովն ու Դավիթ Բաբայանը, Բակո Սահակյանի խոսնակը հայտարարում են, որ ռուսական զենքը մեզ վնաս չի հասնում, այսպեսի հայտարարություններ են անում, հետաքրքիր է, որ մարդկության պատմության 300 տարվա էվոլյուցիայի ընթացքում այս մարդիկ այսպեսին են ստեղծվել, որ Ռուսաստանը մատակարարում է Ադրբեջանի 75% զենքը, այդ զենքը օգտագործվում է ապրիլյան պատերազմում, բայց գտնվում են մարդիկ, ինչպիսին են Դավիթ Բաբայանը եւ Շարմազանովը, ովքեր ասում են, որ Ռուսաստանի զենքը մեզ վնաս չի հասցնում։ Ես կարծում եմ, որ Դավիթ Բաբայանը գոնե տեսել է Սոնցեպյոկից վառված զինվորների դիակները, որի նկարները կային, ճիշտ է հրապարակային չէր, բայց ես հույսով եմ Դավիթ Բաբայանը տեսել է ու հասկանում է ինչեր է հայտարարում։ Այստեղ ես կարծում եմ, որ շատ լուրջ չի այդ հանգամանքը ու անվտանգության կոմպոնենտը, որը արգումենտ էր մինչև հիմա հնչեցվում էր, կարծում եմ, որ հիմնավոր չէր եւ իսկապես անհրաժեշտություն կա հանրությունում քննարկելու, հասկանալու, որ մենք ինչ ալտերնատիվ ունենք ու այդ ալտերնատիվը ինչպեսին կարող լինի, որտեվ կարծում եմ, որ Հայաստանում այս հարցի շուրջ գոնե կա 3 մոտեցում։ Մեկը ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի մնալն է, կա հանրության մի մաս եւ ավելի շուտ հանրապետականներ, որոնք ասում են, որ դա է ճիշտ տարբերակը, կա մարդկանց մի խումբ, որը մտածում է, որ ճիշտը Եվրամիության հետ ասոցիացման պայմանագիր ստորագրելն է եւ եվրոպական, այսպես ասած, արտաքին քաղաքականության ուղղություն վերցնելն է, իսկ մյուսն էլ, այսպես կոչված, անկախականներն են, որոնք գտնում են, որ սուվերենության ամենաբարձր մակարդակը պետք է լինի, եւ այստեղ ես կարծում եմ, որ որպեսզի մաքսիմալ սուվերենություն հնարավոր լինի ապահովել, ես կարծում եմ, որ այս երկու սուբյեկտների հետ պետք է փորձել հավասարաչափ աշխատել ու իրանց հաշվի առնելով Հայաստանի գտնվելու աշխարհագրական դիրքը եւ մի շարք գործոններ, եւ հենց այս երկուսի հետ հավասարաչափ աշխատելը կարող է դառնալ Հայաստանի սուվերենության ամենաբարձր մակարդակ ապահովելը։ Մի քիչ առաջ դուք
Որ այն իրավիճակում գալիք իրավիճակում հնարավոր է ընդդիմությունը եւ Կարեն Կարապետյանը դառնան բնական դաշնակիցներ։ Դուք իրոք հնարավոր համարում եք, որ գոնե ստվերային առումով ինչ որ դժվար է պատկերացնել, որ Կարեն Կարապետյանը կգնա ստվերային համակարգ, բայց ոչ թե իրենք դաշնակից են դառնալու հայտարարեն, որ դա այլ բնական բան է, որովհետեւ այսպես ասած բնական շահերը համընկնում են եւ Կարեն Կարապետյանի եւ այսպես կոչված ընդդիմություն, որը չի ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։ Այս դեպքում իրենց շահերը բնականորեն սկսում են համընկնել եւ եթե Կարապետյանը որոշակի պայքար անի, մինչեւ հիմա դեռ ցույց չի տալիս, որ ինքը պայքարել կամ պայքարելու է, ապա այս դեպքում հնարավոր է իրենք ավելի շատ բնական դաշնակիցներ դառնան։ Կարող է համագործակցություն չլինի, կարող է կամ լինի, չեմ կարող դա ասել, բայց բնական դաշնակիցներ են դառնում։ Ինչ է կարծում Կարեն Կարապետյանը կպայքարի մնալու համար լրջորեն, թե ժամանակը կգա իրենք ասեն հեռացեք եւ նա կհեռանա։ Երբ որ նայում ենք անցյալին, թե Կարեն Կարապետյանը ինչպես է քաղաքապետի պաշտոնից հրաժարվել եւ լքել, այդ հանգամանքը ավելի շատ հուշում է, որ տարբեր այս պայն հավանականություն կա, որ Կարեն Կարապետյանին տուն կուղարկեն, տուն ասելով ավելի շատ Մոսկվային նկատի ունեմ, բայց հնարավոր է նաև Կարեն Կարապետյանը այլ որոշում կայացնի, ավելի շատ տրամադրված լինի, որովհետև ինքը մինչև այսօր հայտարարում է, հրապարակային գոնե հայտարարում, որ ինքը փորձելու է մնալ, ինքը ամեն ինչ անելու է, որ մնա ինքը հանդիպումներ է կազմակերպում, տարբեր մակարդակով մարդկանց 2-3 տարով պլաններ է ներկայացնում եւ 2-3 տարով պլան ներկայացնել նշանակում է, որ 2018-ից այն կողմ մնալ, հա։ Սերժ Սարգսյանը խորհրդարանում մինչև 2040 թվականն է պլան ներկայացնում 2050։ Դե հա, Սերժ Սարգսյանը ավելի հեռահար նպատակներ։ Սերժ Սարգսյանը ավելի երկար պլաններ է կազմում, որովհետև Հարավային Կորեայում նա կարողանում է ցողնային բջիջների միջոցով, այսպես ասած, երիտասարդությունը երկարաձգի, բայց իսկապես հա Սերժ Սարգսյանն էլ պլաններ ունի, այնպես չի, հենց դա է, որ երկուսն էլ պլաններ ունեն մնալու, երկու կողմն էլ պլանավորում են մնալ, բայց թե ով կկարողանա այդ իր պլանը իրագործել, այդ արդեն ժամանակի հարց է, կարծում եմ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ Ազատության ստուդիայում այսօր հյուրընկալել էին քաղաքագետ Արմեն Գրիգորյանին։